Կտրիչ Ներսիսյանի եղբայրը KGB-ի գործակալ է եւ սա պաշտոնապես անգամ հաստատել է ազգային անվտանգությունը 86-ից 88 թվականներին համագործակցել է KGB-ի հետ։ Ժողովուրդ հասկացեք մեկ բան, եկեղեցին սպասարկել է 30 տարի, դրանից առաջ սպասարկել է Կրեմլին ու Կրեմլի շահերով առաջնորդվել։ Ու այսօր կանգնում են ասում են, որ Կտրիչ Ներսիսյանը պետքա մնա կաթողիկոսի գահին, տո չէ, Կտրիչ Ներսիսյանը պետքա րոպե առաջ հեռանա կաթողիկոսի գահից։ Այդ գահի վրա պետքա նստի այնպիսի մարդ, ով որևէ մեկին չի սպասարկում, իր Աստծու գաղափարները Աստված եւ Աստված, որովհետեւ Աստված սիրում է ժողովրդին, Աստված սիրում է ամբողջ աշխարհին, ու եթե տվյալ կաթողիկոսը հավատում է տվյալ Աստծուն, ապա ճիշտ կաթողիկոս կլինի։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը, նույնիսկ իր եղբայրը, ես արդեն ժողովուրդ ջան, մեծ կասկածներ ունեմ ու համոզված եմ նույնիսկ, որ 30 տարի Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել է ռուսական KGB-ն, ու սա փաստ է, ցավալի, բայց փաստ է, ու որ սենց նայենք, այո ժողովուրդ ջան, 30 տարի Հայաստանը կառավարել է KGB-ն, ու իր KGB-ի գործակալները, այդ որ պարոն Փաշինյանը կանգնում էր ասում էր, սա KGB-ի գործակալ է, նա KGB-ի գործակալ է, ձեր կարծիքով հենց նենց էր ասում, սա KGB-ի գործակալներ են, ունեցել են պարզ ծրագիր, ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, կործանել ժողովուրդ հասկացողությունը ու վերջ։ 18 թվականին սրանց պլանները սկսեցին ծուռ գնալ ու հիմա փշրվել է ու Կտրիչն էլ է հեռանալու ու բոլորն են հեռանալու Հայաստանից։ Ժողովուրդն է եկել իշխանության 18 թվականից Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է։ Եվս մեկ անգամ եմ ասում, Կտրիչ Ներսիսյան հեռացիր, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։